Բարև ձեզ, բարի լույս, հարգելի գյումրեցիներ, քիչ առաջ առավոտյան տեղեկացանք, որ քրեական ոստիկանությունը մտել է Կարեն Սիմոնյանի շտաբ, Մայր Հայաստանի շտաբ ու խոզարկություն է իրականացնում Բարև լույս, թեկեմ Կարենի Կարեն Սիմոնյանն է քաղաքապետի մեր թեկնածուն այս պահին, ես հիմա խնդրեմ որոշ մեկնաբանություններ տալ ուղիղ եթերում, եթե լրագրողները ինձ լսում են, Կարեն Սիմոնյանը այս պահին պետք է գնար Երևան հարցազրույցի, բայց չի կարող, որովհետև ստիպված է գրասենյակում այս կրկեսին ականատես լինել, որը կազմակերպում են իշխանությունները իրենց ուժային կառույցներով, ձեր մեկնաբանություններ տվեք։ Հարգելի գյուղերձիներ, ողջունում են բոլորին, ինչպես արդեն հայտնի է մամուլում հրապարակումներ կան, որ մեր գրասենյակում մեր համակիրների և շտաբի պետիտանը կատարում են խոզարկություններ։ Բոլորիդ կոչ եմ անում, ձեր սատարումը տակ նաև հենց մեր թիմին, այն թիմին, ում մի քանի օր շարունակ ցույց եք տալիս ձեր վստահություններ, այն թիմին, որը իրական փոփոխություններ է բերելու և օգտվելով առիթից, կոչ եմ անում բոլորիդ, այսօր 17:00-ին գալ Աբովյան փողոց, Տիկնիկայինի հարևանության, մենք կազմակերպել ենք մեծ հավաք, որում հստակ պատասխան կտրվի իշխանությունների այս գործողություններին։ Մենք ընկճված չենք, պատրաստ ենք գնալու մինչև վերջ, մենք չունենք որևիցե խնդիր, մենք չունենք որևիցե վախեր և մեր յուրաքանչյուր գործողություն և քայլ չի ունենալու նահանջ, քանի դեռ չենք հասել մեր վերջնական նպատակին։ Ես ասեմ, հարգելի հեռուստադիտողներ, այս պահին ուղղակի Համակիներից մարդ են հրավիրել ոստիկանություն։ Այս պահին բարես բունի հաստով մեր թիմակիցների բնակարաններում խոզարկություններ են իրականացնում, անհիմն խոզարկություններ, որևէ օրինական հիմք չկա ակնհայտել, որ փորձում են խոչընդոտել մեր աշխատանքները, հատկապես հանրահավաքից առաջ և կենտրոնական ընտրական հանձնաժողովը, չգիտեմ այդ իրավապաշտպան կազմակերպությունները, ովքեր որ հետևում են իբր թե այս կամ այն խախտմանը, հիմա շատ կոնկրետ պետք է գնահատական տալ և հարկը ճշտ եմ, այս պահին ինձ ասում են ազգանունը ինչպես է Գրիգորյան Էմմա Գրիգորյանին են տարել մեր թիմակից ոստիկանություն, մեր երիտասարդական թևի ներկայացուցիչներից է, շատ ծիծաղալի է, որ այդպիսի քայլի են դիմում, մեր բոլոր աշխատակիցների տները մտել են այստեղ գրասենյակում։ Այսինքն շտաբը պարալիզացնում են, կոնկրետ հիմա շտաբ են պարալիզացնում, այդ կենտրոնական ընտրական հանձնաժողով կոչված այդ գրածումները, որ կամ իրավապաշտպան կազմակերպությունները, հիմա թող գան այդ մարդու իրավունքներից խոսողները հասկանան, թե ինչ է կատարվում։ Շտաբը կոնկրետ գործողությունների է պատրաստվում, մենք երեկոյան հանրահավաքում ենք ժամը 5-ին և առավոտ բանից սկսած մեզ փաստորեն անհանգստացնում են և շտաբի կազմակերպչակառուցվածքների մասին այս պահին հարվածել են և խոզարկություններ իրականացնելով խոչընդոտում են կոնկրետ աշխատանքներ։ Ինչպես գիտեք, Մայր Հայաստանի շտաբում քրեական ոստիկանությունն է, խոզարկություն են իրականացնում, Նիկոլ Փաշինյանը ըստ էության շատ ուժեղ ճղաձգումների մեջ է, արդեն ամեն հնարավոր քայլի դիմում է մրցակիցներին պարալիզացնելու համար ու ոստիկանությանը դարձրել է քաղաքական գործիք և ամեն ինչ անում է, որպեսզի Մայր Հայաստանի շտաբը պարալիզացվի, ինչպես տեղեկացաք մեր համակիրներին տարել են ոստիկանություն։ Նույնիսկ քնել չհասցրեցիք նորմալ։ Եկել են, բացիկսեն չիրենք շատ ծաղալի պատկեր է։ Այսինքն պատկերացնում եք իշխանությունը Նիկոլ Փաշինյանը ինչ աշխանի է ճղաձգված, որ արդեն ոստիկանության ուղարկում է
շտաբներ, շտաբի աշխատանքները պարալիզացնելու համար։ Նշեցիք, որ շտաբի պետի տունը ուզարկել են ինչ-որ բան դեպեր են, ինչ-որ կնքում են։ Կարեն Սիմոնյանը հարցազրույց է տալիս։ Չունենք բան պահելու, որևից է բանի այսպես ասած կաշկարվածություն չունենք, և փորձում են վախի ահաբեկման միջոցով հասնել նրան, որ մենք փոխենք մեր որոշումները, մեր դիրքորոշումը, չի ստացվելու։ Կան մարդիկ, որոնք հրավիրվել են ոստիկանություն։ Այո, իմ համակիներից, մեր երիտասարդ աղջիկներից արդեն այս պահին ոստիկանություն ունի, ես այս պահին իրավաբաններին հորդորել եմ, որ կանան իրար տեղում հասկանան ինչի մասին է խոսքը, երևի 30 որդից արդեն ինֆորմացիա կունենա։ Ինչ պահանջ է ներկայացվել, կամ առհասարակ պահանջ ներկայացվել, այդ հիմք ինչու են և ինչ են խնդրում։ Չեն ներկայացնում։ Խոզարություն է, հակակոռուպցիոն, պետությունն է, այդպես հասկացա, երբ որ ուզում ես հստակ ինֆորմացիա, չեն տալիս, ասում եմ, որ վերջում տասը։ Համապատասխան թույլտվություն խոզարկության ներկայացվել են։ Ես չեմ տեսել, բայց կան ֆոտոներ, որ սարվել են, սպայում է իրավաբանում ուսումնասիրել։ Ավելացնելու ինչ ունեք։ Ավելացելու մեր բանը։ Գյումրի, ոտքի, Գյումրի այսօր 17:00-ին հավաք և հաղթանակ։ Սա քաղաքական հետապնդում համարում եք։ Դե բնականաբար։ Շնորհակալություն։ Այսպես ասեմ, հիմա մենք ուղիղ երկրում ենք ուրիշ տարբերակություն ենք ծանրելու։ Շարված Գևորգյանի հետ հարցազրույց պետք է πάει։ Պարոն Գևորգյան, եթե հիմա ուղիղ եթերը նայում եք, Կարեն Սիմոնյանը հնարավորություն չունի գալու ուղղակի Երևան։ Դուք կարող եք այսպես մի անգամից պայմանավորվել, երևի վաղը, հա։ Շավարժ չա վարը կհանդիպենք։ Շատ լավ, ինձ թվում է ուրիշ տարբերակ չկա այս պահին, քան այլ տարբերակ չունենք, քան հետաքրքրում։ Պատկերացնում եք իշխանության վախի աշխանը եւ ոստիկանությանը ուղղորդելով, պատվիրելով ուղարկում է տեխնացուների շտաբեր, այսինքն կոնկրետ այս դեպքում Մայր Հայաստանի շտաբ, որպեսզի մեծ հանրահավաքից առաջ, այսօր հանրահավաք ունենք Աբովյան փողոցում, որպեսզի պարալիզացնի մեր աշխատանքները, հետո երևի նպատակ ունի այդ հանրահավաքը չեղարկելու, բայց դա այդպես չի լինելու, անպայման մենք ժամը 5-ին հանդիպելու ենք Աբովյան փողոցում Մայր Հայաստանի հանրահավաքին, եզրափակիչ, ամփոփիչ հանրահավաքին ու գյումրեցիներին կոչ եմ անում, որ անպայման գան այդ հանրահավաքին եւ լսեն մեր գնահատականները։ Շատ շտապ պետք է Երևանում արձագանքել իրար, որովհետեւ աղջիկ երեխա, երկու անչափահաս երեխաները իրեր տանը միանգամ իսկ մի տանից վերցրի տարել Երևան հակակոռուպցիոն, առանց հաշվի առնելու այդ անչափահասների օժանիները ուսանցքեսինի կոմ է եղել։ Դա վրաց հավ ճիշտ է գնացեք Երևանի մոտ, ինչև հասկանում եք ինչի թվում։ Էմա Գրիգորյան, Զարզանგი, Էմա Գրիգորյան, Զարզանგი, ասել է, որ տանում ենք Երևան հակակոռուպցիոն։ Մեր հավանները կհասնեն ուներ, Այսինքն Երևան են տեղափոխել։ հա, Երևան։ Իսկ ինչ հիմքով ներկայացրել են հիմքեր։ Բայց ինչ թույլ տվի, մոտավորապես ինչի մասին, Նիկոլը ինչ հրանգ է տվել մոտավորապես։ Համակիրիկանի ինչ են դրելու, տեղափոխել է Երևան, հակակոռուպցիոն կոմիտե, այսքան է տեղափոխել սպային, հեռախոս չկա մեկները, որ խոսենք կահանել, հասկանալ, ինչ վարշագիծներ, կնոջը աղջիկան, երիտասարդ աղջիկան, երկու անչափահասից կրել և տանում Երևան հակակոռուպցիոն կոմիտե։ Աբսուրդ են համարում և դատապարտվել է, բայց ամեն ինչը իր պատասխանը քննադատեն ստանալու է
ընկածիկով չի ստացվել իրենց մոտ են, ինչի արդյունքում, ինչի նվադագով եկել են ստեղ և ահաբերվում են բոլորից։ Գնալու ենք մինչև վերջ։ Պարոն Սիմոնյանի հակակոռուպցիոն են տեղափոխել, նշանակում է, որ կենտրոնական աշխատի հետ կապված գործը համակիրը ինչ կարող ունենալ։ Դե լավ է, ինչի մասին եք խոսում։ Ամբողջ գյուղին գիտի ես գրասենյակի մասին։ Եվ բոլորը վախեցած են այս գրասենյակից, որ այստեղ ոչ մի կաշառք չի կարող լինել, ոչ մի որևիցե խախտում չի կարող լինել։ Համեզ, ժպիտով, մեր ակցիաներով, մեր երթերով ցույց են տվել այս քանի օրվա ընթացքում, որ այս քինն է կանում իրական փոփոխություն բերելու։ Մթնոլորտի փոփոխություն բերելու, որ յուրաքանչյուր քայլափոխի երեք երթի ընթացքում մասբեդարանին կոչարեցի, նույն քաղաքացիական պայմանագրի գրասենյակին կոչարեցի, որ մի կինգեք վերևների մի փորձեք Գյումրիում խժդժություններ անել, թողեք Գյումրիում անցկացնել նորմալ ընտրություններ, վերջի վերջո, մենք գյումրեցիներով ավելի մոտ ենք իրար, քան որևիցե մեկը, որովհետև այսպես ասած հրահանգավորում է։ Եթե կա Երևանից հրահանգավորում, ուրեմն թող մենակ լինի Գյումրիի կառուցողական ծրագրերի վերաբերյալ, ոչ թե նմանատիպ ահաբեկումներով։ Ըստ ձեզ ինչու է հետապնդում ձեր թիմին, բացի նայից որ խախտական հետապնդումներից, ինչ նպատակ ունեն։ Բաց չի, տեսնում ենք հարուզաշարի ընթացքը, տեսնում ենք բնական ճանապարհով մեր համակիրների մեզ միացումը, տեսնում են ինչպես են արձագանքում, յուրաքանչյուր քաղաքացի ինչ վերաբերմունք է ցույց տալիս մեր թիմին, եւ տեսնում են, որ գնում են հաղթական ճանապարհով, փորձում են օր առաջ կանգնեցնել, բայց չի ստացվելու։ Չի ստացվելու, որովհետև այստեղ հավաքված մարդկանց տեսակը հենց այն բայկալով տեսակն է, հենց այն հայ տեսակն է, հենց այն գյումրեցի տեսակն է, որը իրական փոփոխությունների կողմնակից է եւ անպայման բերելու է։ Շնորհակալություն։ Ամենահետաքրքիրն այն է, որ Չեք կասկած ես, ոչ մի վայրեն չկասկած։ Այսինքն իշխանության ջղաձգումները հասել են այն բանին, որ երիտասարդ կնոջը առավոտ շուտ ինչ-որ անհետետ մեղադրանքներով կալանավորում, թե ձերբակալում, ես չգիտեմ այդ տերմինները, ուղարկում են, տանում են Երևան։ Մանկահասակ երեխաների մայր Էմա Գրիգորյանը մեր համակիրներից է։ Բոլոր իրավաբանները բացի այն իրավաբանները գնալ Երևան հրապարակության կողմից աջակցություն հայտնել Էմա Գրիգորյանը։ Բոլորին ես կոչ եմ անում, որ գնան այնտեղ, որտեղ ես սպայն էստեղ եմ, այստեղի հարցերով զբաղված եւ չեն տիրապետում ինֆորմացիային։ Պարոն Սիմոնյան, կներկայացնում կարող ինչ միացանք Ես տեղյակել չեմ ձայնագրության միջի ձայներ, ինձ կարող է ներկայացնել փորձել։ Ինչ էր ասում։ Տեսեք, մանր խոսակցություններ են, յուրաքանչյուր գրասենյակում է դա, յուրաքանչյուր համակիր ուզում է, որ իրեն իր ընկերուին, իր ընկերը, իր բարեկամը գնայր ցայն դային կուսակցությանը կամ այն դաշինքին, ում ինքն է սատարում։ Նման մանր բաները վերած արկել հաղափոխության կոմիտեի ինչ-որ քննության առարկա կամ իրեն զզվելի առաջի։ Բայց ինչ որ իշխանությունների չեն ձայնալսում։ Ինչը մենք չունենք ԱԳԲ-ի պետ դրա համար, այդպես։ Մենք չունենք ոստիկանության պետ դրա համար, այսօր։ Այսինքն ժողովուրդը անդեր է մնացել։ Ով ունի ձայնագրելու հնարավորություն, ով ունի կախնալսելու Այսինքն ինչ որ կապտա լսում են հրապարակել, ես տեղյակել չեմ, որ կոչ է արել, թե ինչ ասել է գնա ընտրեն, հանդիմադիր տեխնազուների հանդեպել են կիրառելու նման բռնի մեթոդները։
ես ուղղակի բախ շնորհակալություն եմ հայտնում Հայաստան Հանրապետության պատգամավոր մեր Մելքոնյաններ, մեր գրասենյակում եւ հիմա էլ այստեղ եկել են սա տարելու դաշնակցության ներկայացուցիչ։ Այսինքն զայնագրություն են ինչ որ հրապարակել, որտեղ ինչ որ մի աղջիկ, ես այդպես լսեցի լրագրողներից, հա, ասել է, չգիտեմ ով կոչ արել գնալ ընտրելու եւ այլն, ու դրա համար Նիկոլ Փաշինյանի հակակոռուպցիոնը երիտասարդ աղջկան, երիտասարդ կնոջը երեխաների մոտից տանում է, մտնում ձերբակալում, տանում են Երևան, այ քպականներ, ուշքի արեք, ես ինչ եք անում, դուք լավ եք ընդհանրապես։ Միասին գնանք, որովհետև մեզ դուր չեն տալիս, ասում են, այնտեղ գործողություններ են իրականացում, որպես Ազգային ժողովի պատգամավոր է եկել։ Այս պրոցեսները նույնպես աշխատելու, այստեղ չկա 2-3 օրեր։ Ոչ է որ բոլոր քննարկումների ինչքան հնարավոր է կգնալի եղալի քարագի թափով ավելի ակտիվացնել իրենց սատարումը Լայն Հայաստանի Հանրապետությունի մեր թիմին եւ այսօր 17:00-ին անպայման գան Աբովյան փողոց Տիգրանի հարևանությամբ, որտեղ տեղի ունենալու մեր հավաքը։ Ամսիների հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարություն տարածել, ընտրողին առաջարկվել են արտաշար Գյումրի ավականու արտահայտություններում առաջարկված կուսակցության օգնին կերտելու համար, որ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնները քրեական վարի։ Այսինքն հաստատի արտաշար բաժանելու համար են արել։ Հակակոռուպցիոնի հայտարարությունը։ Հակակոռուպցիոն Միլիոնավոր դոլարների շիբինները եւ այդ լանկիչները որ ծրկում են դա ընդրակաշար չի, ես չի եմ, ես ծանոթ չեմ այդ խոսակցությանը։ Նոր տարածված հայտարարություն։ Բացարձակ ծանոթ չեմ, ինչի մասին է խոսում։ Բարեկոծության